բանդայի մեջ իմ երեխուն անչափահաս երեխուս բռնեցին։ Հիմա արդեն երրորդ տարին է, 2 տարի ու կես է երեխես բռնված է, ոչ մի բան չի բռնում։ Ես ապացույցներով եմ եկել դատախազի մոտ, որ իմ երեխան կապ չունի այս գործերի հետ։ Հիմա տեսնենք կընդունի դատախազը, եթե չէ ես ոչ մի րոպե չեմ ապրելու, ուղիղ մոստ եմ գնալու։ 2 տարի ու կես է իմ երեխուն տանջում են անհիմն, 3 անգամ ինսուլտ կրկնակի տարավերեբ ունի վերակենդանացման։ Հիմա վիճակը շատ վատ է, Ազիզ ջան, չգիտեմ ոնց պետք է լինի։ Եթե կընդունի դատախազը շատ գոհ ենք, թող լսի, որ իմանա իմ երեխես անմեղ է։ Երեխես այդ ամիսներին, այդ թալանության ամիսներին այստեղ չի եղել։ Եղել է Մոսկվա, Կրասնոդար, մենք ապացույցներով ենք ասում, հենց այնց չի։ Եղել է հետո Արմեդում պարկած է եղել, այդ թալանների ժամանակ երեխես վաբշե ստե չի եղել։ Սեպտեմբերի 22-ին լույս 23-ին բռնեցին իրանց բանդաներին, թողեցին, մենք թաղմանտեղն ենք եղել, դեքորս տղեն 21 տարեկան մինուճար մահացավ, ավտոն խփեց մահացավ, ջերմուկի սարում, մենք ամսի 20-ից եղել ենք Արարատում, ամսի 25-ին եկել ենք Գերեզմանոց, շրջապատել ենք Գերեզմանները, բալես, իմ երեխուս բռնել են ընդեղից։ Իմ երեխուս վիճակը շատ ծանր է, գնալով ավելի ծանր է, իրան տարանսով է տաշել, հոգեբուժական, հա, դեց, Ազիզ ջան, ինքը սամանափակ մեղսունակ է, ոչ մի բան է, ոչ է գիտակցում ապալես, ինչ են անում, ինչ են քայքայեցին էլի։ Իսկ նամակ բերել եք, թե ուղղակի Չէ, մենք փաստերով ենք եկել։ Հեսա փաստաբանը գալիս է, մենք բոլոր փաստերը բերել ենք, կարևորը փաստերն է։ Իմ երեխես անհիմն 2 տարի ու կես է տանջվում է։ Էսի մեր վերջի, ոնց են ասում, վերջի փորձում ենք, հավաքվում են հələ ժողովուրդը գալիս են, թող գան, մենք իմանանք, արդեն հասնենք սամանի բերան, թե բենզին լցնենք մեզ վառենք։ Ձեր փաստաբանն է թող գա, խնդիրը արդեն։ Ուղղակի մենք փաստերով ենք, էլի, ոչ թե հենց այնց օդից կապված։ Անհրաժեշտ փաստաթղթը, եթե ձեր մոտ կա, մեր մոտ է, փաստաբանը բերում է, շնորհակալություն։ Ինչ ասեցի դու։